Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում կանայք եւ քաղաքականությունը շարքի հերթական հարցազրույցն է եւ այսօր ես զրուցել եմ Հայաստան խմբակցության падգամավոր Հույդա բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Գալստյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Սիրով։ Եվ ինչպես է ձեր տրամադրությունը, նախընտրական թե նախատոնական, թե երկուսը միասին։ Երկուսն էլ միասին, բայց մի տեսակ տոնականությունը ավելի է գերակշռում։ Չէ, ընդհակառակը մի տեսակ շատ հնչեց, ցավոք սրտի այս օրերին այս տոնական տրամադրություն լինելու առանձնապես առիթներ չկա, բայց այնուամենայնիվ նոր տարվա նախօրեին ենք, չէ՞, մենք հանդիպել։ Եվ 8-ի մեջ կա տոնի տրամադրությունը։ Ամեն դեպքում։ Ամեն դեպքում։ Իսկ տոներին ընթառաջ պատրաստվում եք, ինչ եք պատրաստվում կամ որտեղ եք անցկացնելու։ Նոր տարին ընտանեկան տոն է, ամանորը Սուրբ Ծնունդը եւ ինչպես միշտ մեծ ընտանիքիս հետ, ծնողներիս ընտանիքում, եղբորս ընտանիքում, մեր մեծ ընտանիքում եւ կարծում եմ ավանդական հավաքը պիտի լինի, որտեղ մեր ընտանիքի որոշ անդամներ Հայաստանում չեն եւ նաեւ ընտանիքի հավաքույթի է վերածվելու։ Այսպես սպասում եմ այդ հանդիպմանը։ Իսկ ինչ արեցիք ձեր հաշվի նստած 3 միլիոն դրամը, տոնական առիթներով պետք է ծախսեք, նման մեծ ընտանիք ունեք։ Արդյոք 3, թե մի քիչ, կարծեմ մի քիչ պակաս, բայց էական չի, այո, պարգևավճարը ստացել ենք։ Ես մի մասը բնականաբար, ինչպես եւ հայտարարվեց, մենք բարեգործական սոցիալական ծրագրեր ենք ուղղել, դա ավանդաբար միշտ այդ։ Մի մասը որքան մասը։ 1 միլիոնի չափով։ 1 միլիոնի չափով, այո, եւ մեր խմբակցության բոլոր падգամավորները մենք վաղուց ունենք այդ որոշումը։ 26-ն եք։ Այո, 26 միլիոն, այսինքն։ Մոտավորապես այդպես, այո։ 27-ն ենք։ 27-ն եք։ 27 միլիոն ուղղել եք բարեգործական, հա, եւ սոցիալական բարեգործական ծրագրերին եւ դա առաջին անգամը չի եւ մեզ համար հստակ է նախ գիտեք անկեղծորեն ասեմ որ մենք այսպես բոլորս շփոթի մեջ ենք որտեղ իրար զանգում ենք որ քո հաշվին գումարը նստել է եւ այլն մեզ համար բնականաբար անակնկալ էր բայց դե եթե որոշումը կար չէր ես կարծում եմ հնարավոր չէ որ ընդդիմադիր պատգամավորներին հանել եւ կառավարության որոշում էր եւ ընդ որում որքան գիտեմ դեռ մանրամասները չեմ ճշտել ոչ թե ազգային ժողովի այլ կառավարության այդպես որոշում էր եւ մենք ըստ էության ոչ թե ինքնապարգևատրել ենք մեզ այլ կառավարության եւ ազգային ժողովի ղեկավարության որոշումներ դե ինքնապարգևատրում չի կարող դե բնականաբար ուզում եմ ասել մենք դուք իշխանություն չեք ոչ միայն դրա համար նաեւ ես կարծում եմ որ մենք իշխանության լինենք ոչ թե կարծում այլ նույնիսկ վստահ կարող եմ ասել որ բնականաբար մեր ներքին զսպանակները եւ կարմիր գծերը եւ տաբուները բոլորովին այլ են։ Նման պարգևատրումներ падգամավորներին ձեզ չի կանի։ Գիտեք, անկեղծ ասած մի փոք անսովոր է նախ չափը, անսովոր է չափը եւ ըստ էության քանի որ այդ որոշմանը մասնակից չենք եւ տրամաբան Ինչ? Մի անգամ էր տարվա մեջ։ Տարվա մեջ մեկ անգամ է, այո, եւ անսովոր է եւ ըստ էության մեր գործունեությունը թափանցիկ է եւ այդտեղ ամեն ինչ պարզ էր, մեր որոշումը չէ եւ ոչ էլ մեր հիմնավորումները կան այդտեղ։ Չեկան, եթե իշխանության լինեք պարգևատրումներ։ Ես կարծում, գիտեք, ես միշտ դեռևս, որտեղ ես քաղաքական հնաբնակ եմ եւ ես վստահ եմ որ դուք հետևում եք դեռ 2007 թվականին։ Եվ հիշում եմ որ երբ որ դուք կոալիցիայի մաս էիք կամ հանրապետականների հետ միասին իշխանություն էիք կամ անգամ իշխանությունից դուրս էիք այն ժամանակ падգամավորները շատերը խոստովանում էին որ իրենք ծրարով գումար են ստանում շարքային падգամավորները $2000 կարգի եւ բոլոր կոալիցիոն իշխանական հանրապետականները օրինակ Ծառուկյանն ասում էր ես իմ նախարարներին ու падգամավորներին գումար եմ տալիս որ նրանք բյուջետ գումար ես այլ քաղաքական անկեղծ ասեմ դաշնակցությունից էլ նաեւ որոշակի տենց ստվերային խոստովանություններ կան որ օգտվում են նման հաճույքներից ես 2004 գումարման падգամավոր եմ եղել չեմ կարող այլ քաղաքական խմբակցությունների, կուսակցությունների ներքին խոհանոցին տեղակ չեմ անվան այդ տիպի, որը ված այդ քաղաքականությունը չի, դաշնակցության մեջ երբեք ծրարով փող ստանալու ոչ ավանդույթ է եղել, ոչ էլ այսպես ասենք թե կարող է լինել եւ այս տեղակ չլինեմ, մեր պարագայում դա բացառված էր, բայց ես ուզում եմ ուրիշ բան հիշեցնել,
որ ինչ վերաբերում է պարգևավճարներին, բնականաբար պարգևավճարը այսպես աշխատանքը խրախուսելու ձևերից մեկն է, այդտեղ պարգևավճարը մենք նոր հայտնաբերված ինչ-որ մի բան չի, բայց ես դեռ 2007 թվականից ես մի խնդիր ունեի, շատ եմ այդ մասին բարձրաձայնել, ընդհանրապես աշխատավարձերի փիլիսոփայությունը։ Ինչպես է գոյանում աշխատավարձի փիլիսոփայությունը, ասենք թե պետական համակարգում ինչու պիտի այս կամ այն ոլորտում մինչև ոլորտներ կան, որ մինչև 2-3 միլիոնի աշխատավարձ պետական համակարգում կարող են այդպիսի աշխատավարձեր լինել, եւ մեկ այլ սեգմենտում, ասենք թե սոցիալական ոլորտ, կրթություն, մշակույթ, եւ եթե նկատել եք պարբերաբար նույնիսկ վերածվել է քաղաքական հիվանդության, մշակույթի ոլորտի, ասենք թե գրադարանների կամ մշակութային որոշ ծառայություններ, ասենք թե թանգարաններ, գրադարաններ, դա ամենաողբերգական ցածր, ամենացածր շեմն է, ամեն անգամ ես այդ խնդիրը բարձրացնում եմ, եւ այդ պարագայում, երբ որ օրինակ հենց վերջերս բացահայտվեց, որ որոշ մշակութային պոակների տնօրեններ երամսյա կտրվածքով մինչև 5 միլիոնի պարգևավճար են ստանում։ Ինքան անարդար է միևնույն համակարգի մեջ, հասկանում եք, եւ ես գտնում եմ, այո, պիտի բոլորը ունենան արժանապատիվ աշխատավարձ, բայց երկիրը պետությունն է, ինքը պիտի աշխատավարձի փիլիսոփայություն սահմանի, չի կարող։ Խոսքը հետ այդ մասին է։ Պարգևավճարների վրա զարմանում եք, բայց ես հիշում եմ, որ ժամանակին ձեր խմբակցության падգամավոր Արծվիկ Մինասյանը падգամավորների կոնկրետ ոչ բոլորի աշխատավարձերը բարձրացնել վերաբերյալ օրինագիծ էր ներկայացնում, ինչ հանրապետական կուսակցությունը մերժեց։ Դա գիտեք, ես եթե չեմ սխալվում, 4-րդ գումարվան մասին ենք մենք խոսում, այդ ժամանակ նույնիսկ մենք վճարովի օգնականների հաստիք չունեինք, օգնականները չվճարվող էին, եւ որքան հիշում եմ, падգամավորի աշխատավարձը 400,000-ի միջակայքում էր։ Այն պարագայում, երբ որ նույն պետական այսպես պետական սեկտորում կային աշխատավարձեր կամ որոշ պոակներ, որտեղ միլիոն եւ ավելի աշխատավարձեր կային, հենց խոսքը այդ մասին է։ Ինչպես ձևավորել այն փիլիսոփայությունը, որ այս զրույցը, որ մենք խոսում ենք հիմա, որ տանում ենք այս զրույցը, նայեք, ոչ թե հաճելի չի, ինձ հաճելի չի, եւ ոչ թե մեն հաճելի չի պարգևավճարի մասով, այլ այն երկրում, որտեղ կա սոցիալական այսպես աղքատության հաղթահարման լրջագույն խնդիրներ կան, սոցիալական բևեռվածություն կա, ներազգային ատելության այսպես հրաբուխների մեջ ենք ապրում եւ երբեք Հայաստանը այսքան բզկտված չի եղել եւ հանկարծ պարգևավճարներ ինքը ինձ համար նաեւ բարոյականության դաշտից է, սոցիալական լինելու կողքին, նաեւ բարոյականության դաշտից է։ Եթե այն ժամանակ էլ երբ որ դուք ասում եք աշխատավարձերը բարձրացրեք, падգամավորների ձեր խմբակցությունն էլ պաշտպանում էր, ասենք դե սոցիալական բևեռվածությունը շատ ավելի քիչ չէր եւ աղքատությունն էլ շատ ավելի քիչ չէր։ Գիտեք, թույլ տվեք ձեր հետ չհամաձայնել, սիրելի Արմինե, որովհետեւ Հայաստանում երբեք ներազգային ատելության եւ բզկտվածության եւ պառակտվածության այնպեսի մակարդակ չի եղել, ինչպես մեր օրերում։ Նաեւ սոցիալական եւ աղքատության, այո, վիճակի մասին։ Ես համաձայն եմ եւ հենց այդ էր խնդիրը, որ մեր խմբակցությունը, ոչ միայն ես, այլև մեր խմբակցությունը, եթե պես վերահիշեք, թարմացնենք ձեր հիշողությունը, մենք շարունակ խոսել ենք, որ չի կարող հատվածական աշխատավարձերի բարձրացում լինի, այլ աշխատավարձերի ընդհանուր փիլիսոփայությունը, աշխատավարձերի նկատմամբ քաղաքականությունը վերատեսության պետք է ենթարկել։ Լավ, Տիկին Գալստյան, տոներից հետո վերադառնալու եք աշխատանքի, նորից ակտիվ քաղաքականություն եւ որն է ձեր բնականաբար ձեր թիմի հիմնական առաքելությունը լինելու նորից իշխանություն փոխությանը միտված ինչ-որ գործողություններ, թե արդեն նախընտրական ամբողջությամբ նախընտրական տրամաբանության մեջ։ Մենք մեր զրույցը մենք սկսեցինք ասելով, կարծեմ հաստատում արեցիք, որ նախընտրականության եւ տոնականության ըստ Հայաստանը 2026-ին նախատեսված են ընտրություններ, համապետական ընտրությունները, բայց Հայաստանը նախընտրական տրամաբանության մեջ մի քիչ ավելի շուտ է մտել եւ արդեն մի շարք կուսակցություններ կամ քաղաքական շրջանակներ իրենց նախընտրական ծրագրերը արդեն ծրագրերի այսպես բեմելով են հանդես եկել մի շարք քաղաքական ուժեր եւ արդեն Հայաստանը մտել է նախընտրական տրամաբանության մեջ։ Բնականաբար Հայաստան դաշինքը, հայ հեղափոխական դաշնակցությունը, որպես այդ դաշինքի առաջատար քաղաքական ուժերից մեկը, թե խորհրդարանական ամբիոնն է օգտագործելու որպես քաղաքական հիմնական խոսափող եւ հարթակ, թե այդ հարթակն ենք օգտագործելու մեր ամենօրյա քաղաքական տեմպը պահելով եւ նաեւ այսպես հանրային հետաքրքրություններ ունեցող հետաքրքրություն բառը մեղմ բառ օգտագործեցի մեր համար, որտեղ մենք հիմա այսպես
ուղղակի Հայաստանը գոյա բնական մարտահրավերները դիմագրավում թե այդ խնդիրների շուրջ եւ նաեւ բնականաբար նախընտրական տրամաբանության մեջ ենք լինելու թե խորհրդարանում թե խորհրդարանից դուրս բոլոր հնարավոր միջոցներ օգտագործելու։ Իսկ որքան արդեն տեղեկանում են կուսակցությունները, դաշինքները փորձում են քննարկումներ անել եւ արդեն անում են նոր դաշինքներով ընտրություններին գնալու կամ գոյություն ունեցող դաշինքներով կամ ընդհանրապես առանձին կուսակցություններով գնալու դուք այդ առումով ինչ տրամադրվածություն ունեք, որտեղ ընտրություններին ընդամենը 5 ամիս է մնացել։ Այո, բնական հարց եք տալիս, այդ հարցի պատասխանը ես կկարողանամ հնչեցնել կամ ցանկացած դաշնակցական կկարողանա հնչեցնել հունվարի 11-ից հետո, որովհետև հունվարի 11-ին Հայաստանի կառույցը հրավիրում է իր գերագույն ժողովը մեկ օրակարգով առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափի առնչությամբ մենք պետք է նախընտրենք դաշինքով գնալ ավելի մեծ ձևաչափով թե առանձին որպես քաղաքական ուժ եւ այդ պատասխանը կտա գերագույն ժողովը։ Բնականաբար այդ քննարկումը մեր մեջ կա։ Իսկ նախնական կուսակցական տրամադրվածությունը ինչպիսին է նորից Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ թե Ես դժվարանում եմ եւ ճիշտ չի լինի որ ես պատասխանեմ որովհետեւ ես նաեւ իմ կանխորոշեմ նաեւ ինչ որ իմաստով ժողովի տրամադրությունները բայց մի բան հստակ է որ Հայաստան դաշինքի շրջանակներում հայ-հեղափոխական դաշնակցությունը իր падգամավորական այսպես ասած հատվածով մենք լիարժեք դրսևորվելու, ինքնուրույն դրսևորվելու բոլոր հնարավորությունները միջոցներ ունեցել ենք եւ երբեք Հայաստան դաշինքի մեջ մեր գործունեությունը, շրջանակներում մեր գործունեությունը կաշկանդված չի եղել եւ ես իմ համոզումն է, որ մենք գաղափարական եւ քաղաքական դիմանկարի առումով կորուստներ չենք արձանագրել։ Գրեթե 5 տարի է անցել նախորդ ընտրություններից, ընդամենը 5 ամիս է մնացել, կարող եք արդեն խոստովանել, որ ձեզ չհաջողվեց իշխանափոխություն անել, ինչը դուք ընտրություններից անմիջապես հետո փորձում եք տարբեր շարժումներով անել, եւ որ պատճառը որն է ձեզ։ Պատճառը նայեք, եկեք այդ գնահատականի մեջ հատվածաբար ես համաձայն եմ ձեզ հետ, որովհետեւ Ես քիչ առաջ օգտագործեցի գոյաբանական մարտահրավեր խնդիրը եւ մոտավորապես 21 թվականից այս կողմ այն բոլոր ախտորոշումներ գնահատականները, որ դաշնակցությունը Հայաստան դաշինքի падգամավորները եւ առհասարակ ընդդիմության մի լրջագույն հատված այդ գնահատականները շարունակում է հնչեցնել, բայց իրավիճակը շարունակում է մնալ նույնը։ Մենք հիմնականում խոսում ենք բնականաբար ախտորոշումների մասին, խոսում ենք աշխարհաքաղաքական այս փոթորկուն վիճակի մասին, գեոպոլիտիկ նոր ճարտարապետության մասին եւ Հայաստանի մարտահրավերները, որոնք առայժմ մեզ համար գոյաբանական են, բայց դեռևս անկասելի եւ շարունակում է այս իշխանությունը։ Այդ իմաստով այո, մենք 21 թվականից մտանք մրցապայքարի մեջ, քաղաքական պայքարի մեջ, իշխանափոխության հիմնական առաջնահերթությամբ, այդ իմաստով մեր այսպես կարևորագույն առաջնահերթ խնդիրը չենք լուծել, բայց սա չի նշանակում, որ միայն այդ մեկ օրակարգներ մեզ եւ ընդդիմադիր դաշտին միավորում, բնականաբար դուք հետևում եք քաղաքական ընթացներին եւ մեր հերոսադիտողը մենք այսպես չենք մտել խորհրդարան եւ ծառած ձեռքերով նստել, որովհետեւ 21 թվականին հաջորդել են ընդդիմության կամ ընդվզումի կամ ոչ խորհրդանական եւ արտախորհրդանական պայքարի մի շարք փուլեր, հայրենիքի փրկության շարժումը, դիմադրության շարժումը, մի շարք շարժումներ եւ հայ-սրբազան պայքարի շարժումը, այդ բոլոր շարժումները իշխանափոխությանն էին այսպես ուղղված։ Այո, վերջնական նպատակին չենք հասել, բայց սա չի նշանակում, որ մենք հաջողություն բառնել չեմ ուզենա օգտագործել, բայց չի նշանակում, որ իշխանությունը մնացել է այն ռեյտինգով կամ այն վարկանիշ բառը օգտագործեմ, ինչով որ լեգիտիմության բարձր վարկանիշը մաշվել է եւ այսօր բոլոր վիճակագրությունները, սոցհարցումները մոտարապես 18-ից 20% մի վարկանիշ են, չէ՞ իշխանության համար այսպես բացահայտում եւ ես կարծում եմ, որ այո, վերջնական նպատակին իշխանափոխությանը մենք չենք հասել, որը մենք ավելի հայրենիքի փրկություն այսպես վերնագրի տակ կարող է տեղավորել, բայց գոնե այս իշխանության, այսպես ասեմ, Աշոտյանը 2 օր առաջ մի բառ օգտագործեց հերձել բառը, մի քիչ կոպիտ կհնչի, բայց այս իշխանության իրական դեմքը բացահայտելու
մեկնելու մեզ ուղղված բոլոր մարտահրավերները բացահայտելու եւ իշխանությանը մաշեցնելու աշխատանքային ամենայնիվ ընդդիմությունը եւ հատկապես խորհրդարանական ընդդիմությունը արել է եւ այսօր գոնե հանրային մեծ պահանջը որ կա այս իշխանությունից ազատվելու քաղաքական այս ուժից ազատվելու այդտեղ մենք մեր ներդրումը վստահաբար ունենք վստահ եք որ հանրային մեծ պահանջ կա այո Ինչով եք վստահ նույն այդ հարցումները դա այդ առանձնապես չեն ապացուցում ու այդ նույն հարցումների համապատասխան ճիշտ է իշխանության վարկանիշը իջել է եւ ինչպես դուք եք ասում 18, 16 կամ 20 այդ միջակայքում է նշмарվում բայց այնպես չի որ ձեր կամ ձեր առաջնորդ Ռոբերտ Քոչարյանինը շատ ավելացել է նրան էլ իշխանությունից մի քանի անգամ ավելի ցածր է Նախ առաջինը դեր հարցը վերաբերում էր նրան թե որտեղից եմ ես վստահ Բնականաբար վստահության երկու աղբյուր ես կարող եմ այսպես շեշտել Առաջինը այս սոցհարցումներն են, որոնք խոսում են Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկման մասին, 18-ից 20%, ընդ որում տարբեր կազմակերպությունների կողմից կատարված սոցհարցումներն են միանշանակ եւ այլևս հանրությունը եւ որպես քաղաքական մարդ, որը հանրության հետ լայն շփումներ ունի մարզեր, Երևան քաղաք, թեկուզ փողոց հավատացեք, ես երբ որ մոտենում էի ձեր տաղավարին, այս ճանապարհին, որը բոլորովին երկար ճանապարհ չէր, 10 րոպեանոց ոտքով քայլելու ճանապարհ, անկեղծ եմ ձեզ ասում, երկու սովորական քաղաքացիներ, որոնք ինձ չէին ճանաչում անձնական ծանոթության իմաստով, ուղղակի փողոցում երբ ենք ազատվելու, հավատացեք ինձ, դա այս վերնիսաժի ճանապարհներ չէ, երբ ենք ազատվելու եւ ես այդ հարցը լսում եմ թե գյուղական համայնքներում եւ թե քաղաքում Ինչու՞ չէ, գիտեք, ես Սփյուռքի հետ նաև դաշնակցությունը համահայկական կառույց ունի եւ ոչ միայն դաշնակցության շրջանակի հարց է եւ պահանջ է սա, եւ բնականաբար այդ երկու չափման միավորները, սոցհարցումները եւ այլն խոսում են այն մասին, որ այսպես այս իշխանության վարքագծով գնալով խորացող բռնապետության միջավայրը հայ ժողովրդի համար ընդունելի չէ։ Ես չեմ մերժում, որ իշխող քաղաքական խմբակը ունի հետևորդների մի այսպես կուր զանգված, այսպես ասած լատենտ պրոիշխանականները կամ չեմ ուզում անունը հնչեցնել, դա առաջնորդի այդ հատվածը կա բնականաբար։ Իսկ ինչ վերաբերում է մեր վարկանիշին, որը ավելի այսպես ըստ նույն հարցումների մեր վարկանիշը աճ ոչ միայն աճ չի արձանագրել, այլ ցած դա դրա հարցի պատասխանին էինք գրեթե այդ հարցի պատասխանն էինք փորձում գտնել սրան նախորդող հարցում, որովհետև մենք եկել էինք այսպես կոնկրետ խոստումներով եւ հանրային սպասումներ ենք նաեւ առաջացրել իշխանափոխության եւ մեր երբ որ հիմնական առաջնահերթության մեջ չենք հաջողել եւ շարունակում այս իշխանությունը, որը կորստաբեր եւ ամեն վարքյան փոփոխություն, ամեն վարքյան Գիտեք, մենք ապրում ենք խելագարության շեմին։ Չգիտեմ, դուք կիսում եք այդ տեսակետը, թե ոչ, բայց իմ շրջապատում ոչ գաղափարական կուսակցական ընկերների նկատմամբ մենք ապրում ենք մի հասարակության մեջ հանրային, այսպես խելագարության շեմին, ամեն լուսաբացը սկսում է Facebook-յան էջի կամ որպես սոցիալական ցանցի հետ շփումով, թե այսօր Հայաստանին ինչ նոր ճակերտավոր անակնկալ է սպասում, այդ անակնկալները դրականի դաշտից չեն, այլ հերթական զիջումների, ինքնությանը նետված հերթական հարվածների, ասպատակությունների եւ այլն դուք կարծում եք, որ այս միջավայրում հայ ժողովուրդը երազում է շարունակություն այս իշխանության, բնականաբար ոչ։ Իսկ ինչ վերաբերում է մեր վարկանիշի այսպես որոշ իմաստով այդ անկումին, բնականաբար ինքը բազմաթիվ, ուրեմն հանգամանքներով պայմանավորված, ես կարծում եմ դուք այդ հարցը չէ, հնչեցրեցիք, թե ինչպես եք դա բացատրում, բնականաբար ես պետք է խոսեմ աշխարհակաղակական զարգացումների, ընդհանրապես համաշխարհային գեոպոլիտիկ խնդիրներով պայմանավորված Հայաստանը ցավոք սրտի հայտնվել է աշխարհակաղակական բախման, բևեռների բախման խաչմերուկում հուսահատված հասարակություն, որին ամեն վարքյան ներշնչվում է անկարողությունը, հանձնվողականությունը, անելանելիությունը, այս մթնոլորտում է մեր հասարակությունը ապրում եւ հասարակության մի հատված էլ ուղղակի, ինչ ասեմ, ապատիկ մի իրականություն է, իրականության հետ աշփվում եւ որ տեսնում է այն պատմականորեն երևի
անհամեմատելի ասպատակությունը հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ։ Այս մթնոլորտում մենք ապրում եւ բնականաբար խորհրդարանական ընդդիմությունից սպասումները շատ են, երբեմն չարդարացված են սպասումները, որովհետեւ այս ամբողջ փաթեթը, իրականության փաթեթը բացահայտելը, հասկանալը, ընկալելը, միշտ կողմից հասկանում եմ սովորական ժողովրդին, որը չի ուզում մտնել մանրամասնությունների մեջ, ինքը ուզում է հանգիստ ապրել եւ անվտանգ ապրել։ Մի բան, որը Հայաստանում այս օրերին չունենք։ Տեսեք, պատիվ ունեմ խմբակցությունը կամ հանրապետական կուսակցությունը, որ նախաձեռնեց Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը, նախ ձեզ մեղադրում էր ստորագրությունները չտալու, ստորագրությունները տալուց հետո արդեն ուշացնելու, հետո ասում է, որ դա միայն մեր գործը չի։ Մենք Հայաստան կուսակցության խմբակցության պատգամավորները կամ ընդհանրապես դաշինքը բոլոր անդամներով պետք է մեզ հետ միասին հետևողականորեն աշխատեն քաղաքացիական պայմանագրից պատգամավորներ ներգրավելու, որպեսզի կարողանան արդեն քվեարկություններով իմպիչմենտի գործընթացը հաջողացնել։ Դուք աշխատում եք քաղաքացիական պայմանագրի կուսակցության պատգամավորների հետ, որ նրանցից մի քանիսն էլ դուրս գան եւ իմպիչմենտը կայանա։ Ինձ թվում է, թե իմպիչմենտի հարցը փակված է, որովհետեւ քաղաքականությունը նաեւ ռեալ հաշվարկ է։ Հնարավորությունների, կարելիությունների եւ արդյունքների ռեալ հաշվարկ։ Այնպես չի եղել, որ Հայաստան դաշինքը երբևէ մենք հայտարարել ենք, որ այո, գիտակցելով որում սահմանադրական եւ օրենսդրական պահանջը ոչ միայն 35, այլև 54 թվականությունը նորից այսպես ուղղակի թեթևորեն թարմացնեմ եւ անցնենք առաջ, բայց մենք աշխատել ենք ոչ միայն խորհրդարանում, այլև խորհրդարանից դուրս եւ մեր այն բոլոր ընդվզման շարժումները, այսպես ասեմ, բոլոր ընդվզման շարժումները, դիմադրության շարժումները, իշխանափոխության շարժումները փողոցում գեներացնող հիմնական քաղաքական ուժը միգուցե մի քիչ մեծամիտ կհնչի, բայց առաջնագծում նվազագույն առաջնագծում եղել է դաշնակցությունը, բանտերում դաշնակցական գաղափարական ընկերները մինչև օրս այսպես Չէ, խոսքը այստեղ պատգամավորներին ես ուզում եմ հետ միասին պահանջեն Նիկոլ Փաշինյանի ուզում եմ ասել, մենք այդ իմպիչմենտը սոսկ պարլամենտական գործունեություն չի եւ մեր ամբողջ պայքարը նաեւ փողոցային պայքարը իշխանափոխությանն էր ուղղված։ Իսկ այնինչ վերաբերում է խորհրդարանում այսպես այդ քաղաքական թիմից ինչ որ մարդկանց պոկելուն, որքան մենք ենք խորհրդարանում, այնքան իրենք եւ այդ բանը ջերմաչափը մեր մեծաթիվությունը, այսպես ասած, պայմանական հակառակորդի ճանաչելիության վրա այսպես մեծ ազդեցություն չունի, որտեղ մենք հավասարապես այդ մթնոլորտում ենք եւ գիտենք, թե այնտեղ քաղաքական ինչ միջավայր է եւ ինչ կլիմա է տիրում եւ արդյոք որոնք են կարելիությունները այդ թիմից հնարավոր դավանափոխության հնարավորությունները։ Իհարկե փորձեր արվել են։ Դուք արել եք ձեր խմբակցությունը։ Մեր խմբակցությունը իհարկե փորձեր արել է։ Ես պատշաճ չեմ գտնում այսօր այս պահին անուններ հնչեցնելու, պատշաճ չեմ գտնում, բայց ինչպես խոսքը սկսեցի, քաղաքականությունը ինքը նույնիսկ շատ ճշգրիտ, ես համարեի այն ճշգրիտ գիտություն, որովհետև ինքը նույնքան հաշվարկ է պահանջում, իրատեսություն է պահանջում եւ ցանկացած գործողություններ պիտի բավարար հաշվարկ ունենան։ Բայց ամեն դեպքում ինչ է պատասխանել ձեզ ասել եք ոչ մենք հավատարիմ ենք մեր առաջնորդին մենք չենք պահանջի Նիկոլ Փաշինյանի մոտավորապես այդպես եւ այդ թիմում ընդ որում ճիշտ այդ օրերին Հովիկ Աղազարյանի դեպքը եղավ եւ ընդհանրապես Հովիկ Աղազարյան, որը այսպես կուրծք էր պատռում եւ Քրիստոսի նկարի փոխարեն միգուցե Նիկոլ Փաշինյանի նկարն եւ ես գիտեմ, որ այս օրերին խմբակցության շատ պատգամավորներ իրենց սենյակներում իրենց առաջնորդի նկար ունեն եւ Նիկոլ Փաշինյանին Աստծո հետ համեմատող մեկը ընդհանրապես կարծեմ խիզախություններ ունեցել մի փոքր հակառակվելու տեսանք նրա նկատմամբ ինչ ձեռագիր ворթեգրվեց, ինչ ասպատակություն, միթե բարձ չի, որ Հայաստանը, որտեղ մեկ անձի ձեռքում կենտրոնացած բռնատիրական իշխանություն է, որտեղ կան քաղաքական բանտարկյալներ, խղճի հալեցյալներ, որտեղ չի խնայվել անգամ մեր ամենաբարձր ազգային ինստիտուտը, ամենամեծ հեղինակություն ունեցող ինստիտուտը, ինչպես հայ առաքելական եկեղեցին է այսօր այդ
թշնամական ասպատակության է ենթարկվում, ոնց կարող էր այդ թիմից որևէ մեկը պոկվել։ Այդ թիմից ինչ որ մարդիկ պոկվեցին, բայց սա նախընթաց շրջանում էր։ Որոշները պոկվեցին, բայց այդտեղ այնպիսի կոմպրոմատների, դավադրությունների, ինչ ասեմ, ուղղակի ոչ բարոյական գործիքակազմ աշխատում, որ եթե նույնիսկ այնտեղ մարդիկ կարող էին լինել, որոնք իրենց մեջ այսպես արտնացնեին այլախոհության կամ մտածողության կոճակները, անհնարին էր։ Եվ իրենց պատիվ ունեմ կամ հանրապետական կուսակցությունը սխալ կամ ճիշտ հաշվարկ չէին արել այդ առումով, իմպիչմենտի առումով։ Ես կարծում եմ ամեն դեպքում, եթե ճիշտ հաշվարկ անեին, գոնե եթե մեզ չհաջողվեց, գոնե իրենք մեկին հաջողված մի դեպք կունենային, գոնե հաջողված մեկ դեպք կունենային, եւ գոնե մի դեպք կարձանագրեին։ Ես չեմ ուզում շատ իմ գործընկերներին գնահատել, սա կոռեկտ չեմ համարում, եկեք արդյունքներով դատենք եւ այդ շահարկման փուլը անցել է։ Այդ շահարկման փուլը անցել է, այսօր հանրապետությունը ես կարծում եմ քաղաքական ուժերը մտել են նախընտրական այսպես տրամադրության մեջ, թեև Հայաստանում երբեք հնարավոր չէ նույնիսկ մեկ օրվա այսպես քաղաքական պրոգնոզ անելը անշնորհակալ գործ է, ուրեմն այդ առաջիկա 5 ամիսների համար, բայց որ նախընտրական փուլում ենք հստակ է եւ մի բան էլ է հստակ, որ երբեք Հայաստանի ներքաղաքական օրակարգերը միայն Հայաստանով պայմանավորված չեն, դա ավելի քան հստակ է, ցավալիորեն մեր ներքաղաքական օրակարգերը Թուրքիայում եւ Ադրբեջանում են ճշտվում սինխրոնորեն։ Զանգված մտածում եմ, որ Ռուսաստանում էին ճշտվում եւ հիմա Հայաստանը փորձում է ձերբազատվել եւ գիտեք, որ լսել եք ազգային ժողովում կամ այլուր բազմաթիվ անգամ ընդհանուր մինչեւ Նիկոլ Փաշինյանը ձեզ մեղադրում է այդ ազդեցությունը կրող ուժի մեջ։ Այդ ազդեցության կրող ուժի մեջ մեզ մեղադրողը, որը ընդ որում շատերին այսպես սապոգ լիզելու այդ բառապաշարը իրենցն էր, ես ինձ թույլ չեմ տալիս ընդհանրապես ոչ նորմատիվ բառապաշարով խոսել, այդ ինձ համար կրեդո է, որովհետև հարգում եմ նախ եւ առաջ հայոց լեզուն, հետո ինձ լսող եմ, բայց սապոգ լիզելու խոսույթը կամ նարատիվը ԿԳԲ-ի ազդեցության կամ գործակալների ես ավարտեմ խոսքը, սա ուրիշների սապոգ լիզելու նարատիվը այսօրվա քաղաքական մեծամասնության առաջնորդի բառապաշարից էր, բայց մենք տեսնում ենք, թե ինչ ինտենսիվությամբ Բրյուսել, Վաշինգտոնի զուգահեռ Մոսկվայում այդ նույն գործընթացների մեջ են եւ այդ ընդ որում Եվրամիությունից երբ որ գումարներ էր խնդրվում, Հայաստանում հնարավոր պրոքսի պատերազմ, հիբրիդային պատերազմերի դեմ, քարոզչական պատերազմերի դեմ պայքարելու համար, ամենամեծ քարոզչական պատերազմները հայ սեփական ժողովրդի համար ոչ միայն հրահրում, այլ իրականացնում է այս քաղաքական ուժը եւ այդ մերկապարանոց դեզինֆորմացիաներով, մերկապարանոց չէ հիմնավորված հայտարարություններով, չգիտեմ, ռուսական ագենտա, չգիտեմ, լրտեսական կարգերի որևէ հիմք չկա դրա տակ, բացարձակապես հիմք չկա եւ եթե ռուսական միջավայրերում սապոգ լզելու ինչ որ ավանդույթը շարունակվում է, դա բնականաբար վերջին օրինակները մենք ունեցանք։ Տիկին Գալստյան, ասում եք հանրային մեծ պահանջ կա իշխանափոխության եւ դուք չկարողացաք դա իրականացնել, բայց հանրային եթե մեծ պահանջ կա, ուր է այդ պահանջը։ Այդ պահանջը փողոցներում պետք է լիներ, հոտ զանգվածներով պետք է լիներ, պետք է մեծ ինչ որ ակցիաներ, բողոցի միտինգներ, փողոցային ակցիաներ, միտինգ չկան։ Վերջին փորձերը անգամ ընդդիմության կողմից, այդ թվում նաեւ ձեզ մարդաշատ չէին շատ։ Սիրելի Արմինե, մենք դասական այդ պահանջը ձեր աջակցություն չգտավ ձեր այդ պահանջը ժողովրդի Նայք, այդ պահանջները, եթե դիմադրության շարժումներն ենք նկատի ունենում, բոլոր շարժումները ինչ որ իմաստով մարեցին, բայց մենք ունեցանք 50-60 հազարանոց այսպես ցույցերի, բայց եկեք, այո, մի անգամ չէ, մի քանի անգամ, բայց եկեք նաև քաղաքական միջավայրը եւ կլիման ու քաղաքական ձեռագիրը, որով վարկականون այս իշխանությունների։ Ես մի քանի անգամ մեր ոչ կարճ զրույցի ընթացքում բռնատիրություն կամ ավտոկրատիա բառը օգտագործեցի։ Եկեք նաև այդ գնահատականները հնչեցնելուց առաջ մտածենք եւ պատկերացնենք ուղղակի թե ինչ իրականության մեջ ենք մենք ապրում։ Երբ որ Հայաստանի
հայաստանյաց arczepiskopos-ների ուղիղ կեսը այսօր բանտերում խոշտանգվում է 4-ը Հայաստանի եպիսկոպոսած դասը 56-ն է ես շատ լավ գիտեմ որովհետև հայ առաքելական եկեղեցին իմ համար բացարձակ արժեք է եւ առաջնահերթություն շատ լավ դիրապետում կանոնակարգին բայց Հայաստանի մասին եմ խոսում Հայաստանի ոչ թե հայաստանյաց եկեղեցու բոլոր թեմերի խոսքը այդ մասին է երբ որ 40-ից ավելի են այսօր քաղաքական բանտարկյալները տարբեր ինչպես իրանք են ասում KGB-ի պատվալներից մինչև տարբեր քրեակատարողական հիմնարկներ այսօր Հայաստանում բռնատիրության, բռնաճնշումների, ամբարո վարքի, բոլոր տաբուների եւ կարմիր գծերի հատման մի միջավայր է եւ ես երբեմն ոչ հումորով, բայց դառնությամբ մի քիչ էլ հումորով իմ գործընկերներին ասում եմ, որ իմ մանդատը մաշվեց կամ քրեակատարողական հիմնարկներում, դատարաններում կամ տարբեր առողջապահական հաստատություններում, որտեղ ծեծված ջարդված իմ ընկերներն էին կողոսկրերի կամ գանգոսկրի կոտրվածքով քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունների եւ այսպես բռնությամբ ոստիկանական այս կամ այն բաժին ծեծված եւ իմ աչքի առաջ ծեծված, նաեւ իմ աչքի առաջ падգամավոր մանդատ ունեցող մարդու աչքի առաջ գետնին գցած այսպես Հայաստանի Հանրապետության ծեծված քաղաքացու կամ էլ դատարաններում այս միջավայրում երբ որ հայ ժողովրդի մի մեծ մասը տեսնում է որ ռեպրեսիվ ողջ գործիքակազմով այս իշխանությունները սեփական ժողովրդին ճնշում են երբ որ պարզ մեկ բառի կամ իմ ձևով մեր ձևովի նախադասության համար կարող է որևէ մեկը հայտնվել ճաղավանդակի հետևում, երբ որ Հայաստանում արդարադատությունը վրեժխնդրության գործիք է, այս միջավայրում մենք դասական ես չգիտեմ դուք հավատում եք միգուցե ժողովրդավարության բաստիոնին իհարկե ոչ ես վստահ եմ որ որևէ բանական մարդ չի կարող հավատալ որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է այսօր ժողովրդավարությունը ընդհանրապես մի ֆասադ է որի տակ բան այսպես վիշապային տոտալիտար ռեժիմ է Ես որ համեմատում եմ դրա առաջնորդի ժամանակ ժողովրդավարությունը ինչ տեսք ուներ կամ բանտերը կամ սպանություն եւ այլն համեմատելի են ես երբեք չէի համեմատի Ես բացարձակապես հաջող համեմատում եմ։ Մենք համեմատենք, բայց շահեկան այստեղ վստահաբար ներողություն, բայց համեմատության մեջ, եկեք համեմատության մեջ երբեք Հայաստանը չի ունեցել ժողովրդավարության այն բաղձալի մակարդակը, որին դուք կամ ես հավատացել ենք, միանշանակ, բայց եթե Հայաստանում երբևէ լինի Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մի քիչ ավելի միջազգային կառույցները ավելի пассив էին, բայց նախորդ երկու նախագահների ժամանակ Հայաստանում եթե այս ճակերտավոր ժողովրդավարության դրսևորումների 7%-ը լիներ, միջազգային բոլոր կառույցները կպատրեին իրենց, ներառյալ արևմտյան բոլոր դեսպանատները, արևմտյան արժեքներ կրող դեսպանատները, որոնք Ես քաղաքական հանրաբնակ եմ եւ բավական հիշողությունս այսպես hard disk-ս պահպանվել է եւ իմ աչքի առաջ են այդ բոլոր դրսևորումները Դեկտեմբերի 27 չի եղել տարատեսակ Ես չեմ ասում թե մարտի 1, ես չեմ ասում մարտի 1 չի եղել Միջազգային կառույցները հենց այդ ժամանակ էին Իսկ ներողություն իսկ այսօր երբ որ Հայաստանի բանտերում 40-ից ավելի քաղաքական բանտարկյալներ կան եւ այդ քաղաքական բանտարկյալները ամբողջությամբ համընկնում են ԵԽԽՎ-ի 19 թվականի 2019 թվականի բանաձևի 5 պայմաններին որևէ եվրոպական կառույցից լինի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողով, ԵԽԽՎ կամ այլ լսել եք որևէ ծպտուն կամ Հայաստանում Եվրամիության գրասենյակը Գուցե դա դուք եք համարում քաղբանտարկյալ նրանց, Ոչ, ես ձեզ ասում եմ, որ իրենց Ուրեմն քաղբանտարկյալների ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձևի 19-րդ համար 19 բանաձևի համարը բանաձևի քաղբանտարկյալների 5 բոլոր չափանիշներով դրանք համընկնում են իդեպ ես ձեզ ասեմ որ Հայաստանը մի թիվ ուզում եմ ասել որ Հայաստանը ինչպես Սերժ Սարգսյանի ժամանակ որտեղ վերջին վիճակագրությունը կամ զեկույցները միջազգային ժամանակ ռեյտինգը արվում էր Հայաստանը ինչպես այն ժամանակ այնպես էլ այսօր իր միջազգային ռեյտինգով ազատության մասին է խոսքը ազատության ռեյտինգով Հայաստանը շարունակում է մնալ ինչպես այն ժամանակ այնպես էլ այսօր կիսա ավտորիտար երկիր եւ նույնիսկ միտինգների ազատության
ցուցիչով նահանջ արձանագրվել։ Նույնիսկ միջազգային մի շարք կազմակերպություններ, ինչպես Human Watch, Amnesty International-ը, գիտեք, երբ որ ես Հայաստանում այնուամենայնիվ ես Հայաստանում չեմ հիշում, որ որևէ ոստիկանական որևէ բաժանմունք, ստորաբաժանում կարմիր սև եւ այլ գույնի բերետավորներ 40 հոգանոց գայլաբարո, վայրենաբարո հարձակումով պատգամավորին խոշտանգեին։ Դա եղել է օրը ցերեկով բոլորի աչքի առջև։ Մոռացել եք մարդու իրադարձությունները։ Ես ես ասում եմ պատգամավորին, դուք եկեք տարբերությունը տեսնենք։ Աշոտ Սիմոնյանը Հայաստան ջարդեր օրը ցերեկով առավոտյան Ես եկեք տարբերություն ներողություն մարտի 1-ին ես մարտի 1-ի մասին չեմ խոսում բայց Արմեն Մարտիրոսյանին ես հիշում եմ շատ լավ եմ հիշում բայց 40 հոգանոց ոստիկանական ստորաբաժանումը կարմիր բերետավորների ստորաբաժանման կողմից ազգային ժողովի падգամավորին 40 հոգով այդ կադրը վստահ եմ այսպես ամբողջ ողողված են համացանցում դուք էլ պիտի տեսածել եք ցավով եք տանում որտեղ ըստ երևույթին դա շատ լավ եք ավելի շուտ մանրամասնորեն եք հիշում որովհետև դա ձեր կողմնակիցների նկատմամբ է եղել եւ Ես դեռ համաձայն չեմ, որովհետև դուք ասացիք որ քաղաքական հնաբնակ եք որպես լրագրող բերետավորեր կամ այլ ուժային կառույցի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը թույլ տվեք ես ավարտեմ Արմեն Մարտիրոսյանն իմ շատ լավ բարեկամն է շարունակում լինել Կանադայում Արմեն Մարտիրոսյանին ընդամենը 40 կամ հոգով որևէ մեկը չի արձակվել Արմենի վրա, այո նա կարծեմ մարդիկ եւ ոստիկանական ստորաբաժանումը տարբեր բաներ են։ Մարդիկ կարող են 40 հոգով որևէ խմբակ հարձակվել ծեծել ջարդել, դա խուլիգանական կամ հանցագործ արարք է, բայց երբ որ այն ստորաբաժանումը, որը հանրային կարգի պաշտպանությանն է իր սահմանադրական այսպես գործառույթը դա է, նրա կողմից օրը ցերեկով այն կուսակցության գրասենյակի մոտ խոշտանգել ազգային ժողովի падգամավորին եւ դա հարձակում էր թե կուսակցության դեմ, ժողովրդավարության բաստիոն կուսակցության առաջնորդի, որտեղ Արմեն Աշոտ Սիմոնյանը ոչ միայն շարքային падգամավոր է, այլև դաշնակցության կուսակցության նախագահ է։ Հասկանում եք, եւ դա հարձակում էր կուսակցության վրա մի քանի հոդվածներով։ Ես ոչ թե ընդ որում ես կուզենամ այստեղ դուք ինձ լավ հիշեցրեցիք, որ մարտի 1-ի առնչությամբ դաշնակցությունը հատուկ կարծիք մարտի 1-ի հանձնախումբ ստեղծվեց ճիշտ է խորհրդարանում եւ մարտի 1-ի դեպքերի առնչությամբ դաշնակցությունը որպես խորհրդարանական խմբակցություն հատուկ կարծիք ունի եւ մենք մեր հատուկ կարծիքում հատկապես գնահատել ենք նաեւ դատապարտող խոսքն ենք ասել մարտի 1-ի դեպքերի առնչությամբ եւ նաեւ ես որևէ այսպես զուգահեռ գնահատականներ երկու Եվ շարունակեցիք համագործակցել իշխանությունների հետ Չէ, մարտի 1-ից հետո էր, մարտի 1-ից անց, չէ, նախագահական ընտրություններից հետո էր, ուզում եմ հիշել, այո։ Լավ, կոալիցիա, տեսեք Եվ գիտեք այդ խոսքս ավարտում որպեսզի լինի եւ մինչեւ օրս որևէ պատասխանատվության ենթարկված որևէ ոստիկան չկա։ Սա ուղղակի լկտիվություն է, սա օրենքի սահմանադրության ուղղակի ասպատակություն խոշտանգում, սա նշանակում է թքել Հայաստանի Հանրապետության օրենքների վրա։ Լավ, մի հարց էլ քաղաքականությունից Տիկին Գալստյան, ձեր մոտ երբեմն դաշնակցության ներսում, արդեն կուսակցության ներսում եղել է քննարկում կամ դուք ինքներդ մտածել եք այն մասին, որ միգուցե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հակասական բավական տրամադրություններ կան եւ բացականը քիչ չի կապված նաեւ այդ դեպքերով։ Միգուցե նախանգարում է ձեզ ավելի հաջողություն ունենալ ընտրություններին, այս անգամ գնաք առանց նրա Մենք վերադառնում ենք այն հարցին, որը հունվարի 11-ի մեր ժողովում քննարկման առարկա է։ Բնականաբար դաշնակցությունը ունի իր ներքին ժողովրդավարությունը եւ մեր ժողովներում տարբեր տեսակետներ կան, մենք քննարկում ենք եւ մենք ենք ի վերջո մեր գերագույն ժողովն է որոշում մեր քաղաքական վարքագիծը լինել մենակ կամ Քոչարյանի քաղաքական կոմպոնենտի հետ Ես պատասխաններ չունեմ, ամեն դեպքում մենք մի բան ակնհայտ է, որ մենք 17 պատգամավոր ունենք խորհրդարանում, պատմականորեն այս անկախության շրջանում
մենք մեկ անգամ այդ 4-րդ գումարումը 7-ից 12 թվականներին մենք 16 падգամավորներ ենք։ Այո, եւ միշտ ձեր հաջողությունը իդեպ հակասական է կապվել է Քոչարյանի հետ։ Այդ ժամանակ կարծեմ չէ, բանն էր։ Սերժ Սարգսյանի շրջանն է 2007։ Դուք ունեցել եք 2007 թվականին Քոչա ավարտվեց, 1 տարի հետո Սերժ Սարգսյանը եկավ, որի հետ մենք 11 տարվա մեջ ընդամենը 1 տարի 8 ամիս ենք եղել կոալիցիայի անդամ, ասեմ որ Քոչարյանի ներողություն Սերժ Սարգսյանի այդ պաշտոնավարման ընթացքում մենք 1 տարի 6 ամիս որքան գիտեմ եղել են կոալիցիայի անդամ, մնացյալ շրջանում եղել են ընդդիմադիր եւ ես խորհրդարանում 4-րդ գումարման խորհրդարանի մոտավորապես 4 տարին ընդդիմադիր խմբակցություն ենք եղել։ Լավ, տեսեք դուք ասում եք բայց Քոչարյանի հետ եկեք այդ հարցը կիսատ չմնա, մենք Քոչարյանի հետ, այո Քոչարյանի հետ դաշնակցությունը միշտ համագործակցության, այսպես համագործակցության լավ ավանդույթներ է ունեցել եւ դա քաղաքական համագործակցություն է ունեցել եւ ինչ որ իմաստով առաջնահերթությունների, որովհետեւ մեր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում այդ շրջանում բնականաբար պիտի խոսենք Հայաստանի թռիչքաձև զարգացման մասին, երկնիշ տնտեսական զարգացումը, բայց քաղաքական առաջնահերթությունների մեջ ցեղասպանության օրակարգի ամրագրումներ, արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ երկքաղաքացիության ընդունումը եւ Քոչարյանի հետ մեր համագործակցությունը ես կարծում եմ ոչ միայն կուսակցության համար, այլև մեր պատմական ընթացքում դրական արձանագրումներ է ֆիքսել։ Տեսեք դուք ձեր նախորդ խոսքում ասում եք իմ մանդատը մաշվեց քրեակատարողական հիմնարկներում կամ ծեծվածների, վիրավորվածների այցելություն հիվանդանոցներ եւ տարբեր նման բաներ եք ասում։ Դուք այնուամենայնիվ կին պատգամավոր եք։ Դժվար չի կնոջ համար նման բեռ կրելը։ Ես կարծում եմ բոլոր այս իրականության մեջ Գուցե դուք ավելի հերոսաբար կամ քաջաբար եք կրում, քան տղամարդիկ։ Հերոսություն, քաջություն շատ ծանր բառեր են, ես ինձ թույլ չեմ տա այդ բառերը օգտագործեմ։ Դա ավելի Ես եկեք այսպես պատասխանեմ, որ այս ժամանակներում բոլորի համար է դժվար ապրելը, կին թե տղամարդ։ Ընդհանրապես մենք շատ ծանր ենք ապրում եւ դժվար ենք ապրում։ Ես երբեմն իմ բարձրադային մտածումների մեջ մտածում եմ եւ ինչու՞ չի երբեմն դրանք տող են դառնում թե ինչքան դժվար ենք մենք ապրում եւ ես կարծեմ մի նախադասություն ասացի որ մենք բոլորս այսպես խելագարության շեմին ապրող ցնցվող շարունակ ջրից նետված ձկամպես մի հասարակություն ենք Հայաստան թե Սփյուռք բոլորի համար դժվար է ես իհարկե պիտի նախընտրեի այսպես կլասիկ ժողովրդավարության մեջ լինել խորհրդարանական եւ ինչքան արգասաբեր կլիներ ինչպես 7-12 թվականներին ես 16 նախագծերի հեղինակ եմ որոնք կամ դուք շատ հրաշալի թարգմանչուհի եք ունեք լավ թարգմանած գրքեր մշակութային իրադարձությունների եթե չեմ սխալվում ժամանակին կազմակերպչական նաև փորձել ունեք համազգային հայ կրթական մշակութային միության հիմնադրամի նախագահն էի երկար տարիներ եւ այո եւ գրական եւ դասավանդել եմ բանասիրական գիտություն շնորհակալություն այո եւ այո նաեւ գրական ժառանգություն ունեմ հատկապես գեղարվեստական թարգմանության ժառանգություն ունեմ ասեմ որ ես երբեք չեմ կորցրել մշակութային էությունը կամ մշակութային զարգերակը արդեն միգուցե արդեն շատ կկրկնվեմ բայց ասեմ որ ինձ համար քաղաքականությունը եւ մշակույթը երկու հարազատ զավակների պես լրացնում են իրենց ինչու՞ չէ նաեւ լրացնում են որովհետեւ երբեմն ես իմ քաղաքական խոսքում ես զգում եմ այդ գրականության շեշտադրումները կամ երբեմն ինձ ասում են քո խոսքը գեղարվեստական հրապարակախոսության տարեր ունի ես գոհ եմ դրանից ինչ որ իմաստով բայց այո լինել քաղաքականության մեջ այն էլ խորհրդարանում եւ զգալ այդ ատելության տեսեք ես խոսեցի մեր բևեռված հասարակության մասին եւ այդ բևեռումի ամենացայտուն օազիսը խորհրդարանն է որտեղ մեզ բաժանող այդ միջանցքը քաղաքական հակամարտության միջանցքը երբեմն ծեվակի ասած մնա լուցկին այրես եւ օդը կպայթե այդ փոթորկուն այդ էներգիան անկարելի է չզգալ եւ չգիտեմ ժամանակը կանցնի ոնց կհիշեմ սա բայց այդ ատելության մթնոլորտը դու զգում ես կենսական էներգիան չար էներգիան չհանդուրժելու էներգիան հայրախոսությունը որ ասում եք թարգմանչությունը դուք չեք փորձել երբևէ
զուգահեռ են գնացել քաղաքականության հետ։ Արդյոք քաղաքականությունը չի ազդում ձեր թարգման չական տրամադրությունների վրա։ Շատ ազդում է, գիտեք, օրինակ 2 տարի առաջ կամ անցյալ տարի, անցյալ տարի հրապարակեցի 20-րդ դարի ռուսական պոեզիայի անթոլոգիան, իմ թարգմանական վերջին ժողովածուն էր, բայց անցյալ տարի նաև մի գիրք ժողովածու կազմեցի եւ խմբագրեցի, մրցանակաբաշխությունն էր հանուն հայի հարատևման այդ կարգախոսով հովանավոր ունեի, որը հովանավորեց, մի խոսքով, բայց գիտեք, իսկապես ազդում է, ես հիմա շատ եմ կարոտում տողին, նախադասությանը կարոտում եմ, բայց հոգեպես այդ անցումը շատ ծանր է, գրեթե անկարելի, որովհետև թարգմանական ժողովածուն վաղուց էի ավարտել, բայց ինքը ծնվել էր, բայց լույսաշխարհ չէր եկել, շատ տառապալի վիճակ էր, պատերազմից հետո բոլորս կիսամահ, կիսաապրող մի վիճակում էինք, մի տեսակ ոնց որ չկարողանայի տանել հրատարակչատուն, հետո մտածեցի, որ սա սադիզմ է, ինքը պիտի ապրի, գիրք դառնա, որովհետև ծնվել է ու չի ապրում, բայց հիմա ես դժվարանում եմ թարգմանությանը անդրադառնալ, ուղղակի ֆիզիկապես եւ հոգեպես ոչ թե անապատացել է միտքս, հաստատ ոչ, բայց հոգիս խաղաղ չի։ Ինչ ասեք, պոեզիայից եք խոսում գրականությունից եւ եթե չեմ սխալվում, դուք 1990 թվականից եք դաշնակցության անդամակցել, այո։ Ինչու նախ հենց դաշնակցություն, քաղաքականություն եւ միանգամից դաշնակցություն։ Գիտեք, Եվ արդյոք դուք եք հիմնադիրներից երթվել սրի վրա։ Բոլորը, սրի չեմ։ Այո, կանայք են, հա, կանայք այդ բոլորը, դաշնակցությունը չունի, մենք բոլորս ընկեր ենք եւ նույն գաղափարախոսության զինվորն ենք եւ այնտեղ դաշնակցությունը միջազգային քաղաքական ուժն է, որը դեռ եվրոպական շատ երկրներում խորհրդարանական ընտրություններին կանայք մասնակցության իրավունք չունեին եւ նախ պատմականորեն ազատագրական շարժումին կին հերոսները կանայք մասնակցում էին դրան, բայց նաեւ մենք խորհրդարանի անդամ կին ունեինք, երբ որ շատ երկրներ ներառյալ Միացյալ Նահանգները կանայք չէին ընտրում, չունենք կին թե տղամարդ հավասարապես են երթվում եւ մենք զենքի վրա երթումը մեր պատմական ավանդական ձևաչափերից մեկն է։ Ինչ էր ձեր հարցը, որ երթվել եմ այդպես, այո։ Նույն, հա, այդ ես ոչ միայն զենքի, այլև դա արժեքային երթում է, հավատարիմ լինել դաշնակցության ուխտին, երազանքին, արժեքներին, եւ դա մեր ավանդույթն է, եւ այդ ավանդույթը 135 տարվա պատմություն ունի, այդպես երթվել է Սիմոն Վերացյանը, Նիկոլ Աղվալյանը, կամ մեր հիմնադիր Քրիստոֆոր Միքայելյանը։ Եվ այդպես շարքային 1990 թվականից ինչու դարձա դաշնակցական, հա, ինչու, որովհետև Հայաստանը նախ դաշնակցական լինել ես միգուցե 88-ից էր, որ մտածում էի։ Ես դες ասեմ, դուք կարծեմ կոմունիստական կուսակցության անդամ, ոչ, բայց այստեղ մի հատ ձեր կենսագրությունը երբ որ փորձում էի, այսպեսի մի բան 86-91 թվականներին եղել եք ՀԼԿ-մ երկհաղկոմի պրոպագանդայի բաժնի վարիչը, այսինքն Հայաստանի Լենինյան կոմունիստական երիտասարդական միության կենտրոնական կոմիտեի, հա, այտենց մի երկար սարսափազդու, հա։ Ինչու սարսափազդու։ Արդեն դինոզավրի տպավորությունա թողում տարիների հեռավորությունից հետո։ Չէ, բայց ինքը սարսափազդու չի, սարսափազդու չի շատ լավ, բայց ինձ շատ հնացած դուք եղել եք։ Ես եղել եմ Երևան քաղաքի կոմերցիության այդ Ինչ էի քարոզում կոմերցիության։ Գիտեք, քարոզելը մի քիչ ծանր թանձր բառ էր քարոզելը։ Պրոպագանդան, չէ, պրոպագանդայի բաժին է։ Թույլ տվեք շարունակեմ։ Նոր ավարտել էի համալսարանը եւ երազանքս էր թարգմանության տեսության մեջ ուզում էի խորանալ եւ գիտական աստիճան ունենալ Զոլյանը Սուրեն Զոլյանը Հայաստանի առաջին դոկտորն էր թարգմանության տեսության եւ իրեն դիմեցի ասից ուզում եմ թարգմանության տեսություն եւ դու լինես ղեկավարս, որտեղ դոկտոր չունենք այլ ասեց գիտես Ղարաբաղյան շարժում ես ակտիվ ինքը իր մասին էր խոսքը բավարար ժամանակ չեմ ունենա որ տրամադրեմ միգուցե ուրիշ բան մտածեցի որ ոչ որովհետև թարգմանություն միշտ կար դեռ ուսանողական տարիներից տպագրվում է արդեն գարունում շատ հեղինակներ անգլիագիր շատ հեղինակներ առաջին անգամ իմ թարգմանությամբ գարունում են հրատարակվել եւ մեր Ժանտեր Գուլանյանն էր այդ ժամանակ խմբագիրը որը շատ խրախուսում էր եւ ասում էր նա իր հաջորդ համարն է շուտով մի բան պիտի անես եւ այլն
Բայց 88-ին սկսվեց այդ շարժումը։ 88-ին սկսվեց շարժումը, ես արդեն ես նաև քաղաքոմին պետք է լավ ձեռագրով գրելու ձեռագրով մեկը, որը speech writer-ի եւ այլն, հետո ինձ գտան Գարունից, որ այս ով ավտովենտեղ հրապարակախոսական հոդվածներ ունեի, ուսանողական տարիքից եմ տպագրվել։ Դժվարությամբ համաձայնեցի իհարկե, բայց այդ շրջանը արդեն Հայաստանի անկախացման շրջանն էր սկսել եւ ես մտածում եմ, որ անկեղծորեն միշտ մտածել եմ կամ գիտություն կամ մշակույթը պիտի լինի որդեգրել եք ճանապարհը դեռ ուսանողական դեռ դպրոցական տարիքից ասում եմ մեծանամ գրող եմ դառնալու ունեի այդ երազանք այդ մտածումը այսպես ասեմ հետո երբ որ անկախության այդ արդեն լիցքերը հստակ էին Հայաստանը անկախանում էր եւ մենք բոլորս թատերական հրապարակում էինք աշխատանքից դասից կամ հետո հասկացա որ անկախությունը եթե կա մի քաղաքական ուժ, որի հետ ես Հայաստանի անկախության մասնակից պիտի դառնամ իբրև քաղաքացի դա դաշնակցությունն է։ Եվ ես երկար ժամանակ դաշնակցական էի դեռ չբացահայտված, արդեն 89-ից դաշնակցական էի եւ մենք ունենք խմբեր, որոնք դեռ չբացահայտված էին։ Եվ 90 թվականից դուք շարքային դաշնակցականից արդեն դարձաք այսօր դաշնակցության հույդա բյուրոյի անդամ։ Այո, Բարսագույն մարմնի բյուրոյի անդամ։ Շնորհակալություն Տիկին Գալստյան։ Սիրով։ Հիշեցնեմ, որ Ամեկ+-ի տաղավարում էր Հայաստան խմբակցության պատգամավոր հույդա բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը։